Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Կներեք, որ անհանգստացնում եմ, չէիք ասի ստեղ մոտակայքում խանութ որտեղ կա։ Դե ճիշտն ասած շատ մոտակայքում չկա, բայց որ սենց ուղիղ գնաք ու թեքվեք աչ կգտնեք։ Հա, շնորհակալ եմ, ուղղակի շատ խառը թաղամաս է, գիտեք։ Դե բայց այդքան էլ խառը չի։ Չէ, Հայաստան նոր եկած մարդու համար բավականին խառն է։ 2 ժամը պտտվում եմ, էլի հայտնվում եմ նույն տեղում, գիտեք։ Լուրջ։ Հա, լավա ձեզ տեսա, թե չէ էլի պտտվելու էի, հայտնվեի նույն տեղում։ Լանա, լսի, արևը ոնց որ թե ջերմություն ունի, կամ ինձ ա թվում, կնայես։ Լանա։ Հա, հեսա կնայեմ, ուղղակի ջերմաչափի տեղն է ուզում հիշեի, կներես։ Ալո։ Էլիզ այնքան ունեմ քո կարիքը, որ հետդ չխոսեմ կմեռնեմ։ Հաս, ինչ ա եղել, ինչ ես ես վիճակում։ Հեռախոսով ասելու բան չի, կգաս իմ տուն։ Դու արի մեր տուն, էլի, նենց չեմ ուզում տանես դուրս գամ։ Լավ, Բայց 2 բառով գոնե ասեի դիմանա ինչ ա եղել։ կգամ կխոսենք։ Նոր։ Ինչ լավ ա եկար։ Հեսա Հասոն էլ ա գալու, գիտես։ Աստորեն իզուր եկա։ Այսինքն Նորո։ Ուրախ եմ, որ ձեզ օգնեցի։ Հա, իսկապես, համարեք, որ այսօր մի մոլորված կյանք փրկեցիք, սովից չեմ մեռնելու։ Դիրես ջերմաչափը։ Սպասի գնամ քեզ ջուր բերեմ, կարող ա տեղ խմես, հա բալես։ Դե ձեզ չխանգարեմ, շնորհակալ եմ շատ։ Դե ձեզ էլ բարի ախորժակ։ Հուսով եմ սննդի խանութ է, չէ։ Հա, մի անհանգստացեք, հաստատ սննդի է։ Շնորհակալություն։ Այս խմի հանգստացի։ Ոնց հանգստանամ Էլիս։ Դու երևի չես պատկերացնում ես ինչ վիճակում եմ եղել։ Ես ինձ կյանքում այդքան նվաստացած չեմ զգացել։ Էլիս Մագդայի մեջ այնքան չարություն կա։ Ես լավ գիտեմ Մագդային։ Ավելի լավ, քան դու։ Տաղջիկը ոնց որ ասեղի նման կոկորտիս կանգնած լինի։ Ու ամենավատը գիտես որն է։ Որ նորոն թևեր ա տալիս իրան, պաշտպանում ա, հետ է այնքան զգուշ ա խոսում։ Դե սիրում ա։ Հաս, ես ատում եմ Մագդային։ Ու քեզանից ավելի շատ ես չեմ ուզենա, որ Մագդան քայլի Նորոյի կողքով, հասկանում ես, անգամ մի քայլ։ Հա, ես հասկանում եմ, որ Արշակի ու մամայիս միության ժամանակ Մագդան փոքր է եղել։
Իմ տարիքի երեխա եղել չի հասկացել ոչ մի բան։ Ինքը մեղավոր չի, ես հասկանում եմ, բայց մեկը ատում եմ իրան։ Ուրեմն պետք է ինչ-որ բան մտածես, Էլիս։ Ես անընդհատ չեմ կարա Մագդային փնովեմ Նորոյի մոտ։ Ես տենց ավելի շատ եմ վանելու Նորոյին ինձանից։ Գիտես իմ մոտ ինչ տպավորություն է։ Որ իմ չապրած օրերը մորս կողքին Մագդան է ապրել։ Ոնց որ ինքը գողացած լինի իմ մանկությունը, հասկանում ես։ Ներսս փլուզվում է։ Փլուզվում է, որ հասկանում եմ մամաս օգնության կարիք է ունեցել ու իրան Մագդան է օգնել, ոչ թե ես։ Ես չգիտեմ իմ հետ ինչ է կատարվում։ Ես էլ իմ էմոցիաները չեմ կարողանում կառավարել, հասկանում ես։ Ես նույնիսկ Արևին եմ խանդում։ Հա, մտածում եմ, որ Մագդան իրավունք չունի կպնի Արևին, որովհետև Արևը մեզ ավելի հարազատ է, քան իրան։ Ինչքան էլ իմ համար դժվար է այս ամեն ինչի մասին խոսելը, բայց ինձ թվում է Մագդան հասնելու է իր ուզածին Էլիս։ Չէ, ես չեմ թողնի։ Բայց ոնց, ինչ ես անելու։ Էլիս, եթե ինչ-որ բան ես մտածել, ասա։ Եթե մտածում կօգնես։ Էլիս, դու գիտես, որ ես չեմ կարող քեզ բացահայտ օգնել։ Ես չեմ ուզում, որ Նորոնի մեջ կռվող աղջիկ տեսնի։ Բայց ասա իմանամ ինչ ես մտածել։ Մեկը չես կարողանալու օգնես։ Էլ ինչ ես հարցնում։ Տրամադրությունս էլ ընկավ։ Հետ, ասային տուն տարար, Հա, տարա։ ու ինչ էին ասում, Նույն հարցերն են էլի տալիս, երևի ուզում են ստուգեն։ որ ճիշտն ասեմ, մի բան կա, որ ուզում քեզ խնդրեմ, Որ սենց սկսում ես խոսալ, մի անգամից հասկանում եմ, որ Մագդայի մասին է։ այդ ես իրան պետքա տենամ, իր այդ պետքա խոսամ, պետքա ամեն ինչ բացատրեմ, ես որ զանգեմ, հաստատ չի գալու, Նորը դու կարող է գժվել ես։ Ինչի համար ես ուզում խոսաս։ Հրս իր մոտ սխալ տպավորություն է ստեղծվել, ես չեմ ուզում, որ այդ աղջիկը մտածի, որ ես իրան օգտագործել եմ, առանց հետ էլ ես ինձ վատ եմ զգում, որ ամեն ինչ սենց է դասավորվել, չեմ ուզում մտածի, որ օգտագործել եմ, ամեն թքածում եմ, Չէ, Նորը, չէ, մի շարունակի։ Ախպերս, ես իմ համար չեմ ասում, իր համար եմ ասում, ես չեմ ուզում, որ ինքը մտածի, ներվի, հասկանում ես, աղջիկա իմը դու պատկերացնում ես իր գլխի մեջ ինչ է կատարվում, ինչեր է մտածում, Նորը, ես ամեն ինչ լավ պատկերացնում եմ, լավ հասկանում եմ, բայց ձեր հանդիպումը ես չեմ կազմակերպելու, որովհետև առաջին հերթին ես չեմ ուզում, որ հանդիպեք։ այսինքն, Տենց Նորը չեմ ուզում։ Դու այդ աղջկա հանդեպ քեզ շատ վատ ես պահել։ Դու իրան քո կյանքից ջնջել ես, բայց մինչև վերջ բաց չես թողնում։ Ինչի համար Նորը։ Ինչին ես չես անում, որ մոռանա քեզ։ դե դու էլ ես մտածում, որ օգտագործել եմ, Չէ, Նորո, ես տենց չեմ մտածում։ Ես մտածում եմ, որ դու իրան սիրում ես։ Ուղղակի հպարտությունը չի ներում, որ գնաս ձեռքը բռնես ու ամեն ինչ ուղիղ իրան ասես։ Ասես, որ կարոտում ես իրան։ Ասես, որ առանց իրա չես կարող ապրես։ Ասես, որ այն գիշերվա պատմությունը զուտ իրան եւս մեկ անգամ տեսնելու համար լավ առիթ էր։ Եթե այսքան իրան կասես, հենց հիմա զանգեմ կանչեմ, նայ։ Մագդա։ Մագով էր այդ մարդը։ Լանա մի հատ շունչ քաշի, քեզ ինչ եղավ։ Չէ, անհանգստանում եմ, չիմանամ ով էր։ Ուղղակի խանութի տեղ էր հարցնում, ինչ ես սենց խառնվել։ Չէ, ինձ թվաց ուրիշ բան եք խոսում։ Օրինակ ինչ։ Դե չգիտեմ։ Այս պատմություններից հետո քեզ համար շատ եմ անհանգստանում։ Սովորական մարդ էր, մոլորվել էր։ Լանա, ինչի եք նենց անում, որ ես ինձ ավելի վատ զգամ։
Այն ժամանակ, որ իրանց տանն էի աշխատում, վիճեցինք Մագդայի հետ։ Մամայիս նկարի համար։ Շատ էր նեղվել, որ անընդհատ նկարը շրջվում էր։ Կասկածում էր, որ ես եմ անում։ Ու ճիշտ էր։ Ես էի շրջում նկարը։ Շրջում էի, որովհետև ինձ դժվար էր ամեն անգամ այդ նկարը այդտեղ տեսնել, հասկանում ես։ Դժվար էր մորս նկարը այդտեղ տեսնելը։ Պիտի տեսնեիր ոնց էր խոսում մամայիս մասին։ Ոնց որ մամաս ավելի շատ իրանը լիներ, քան իմը, հասկանում ես։ Էլիս, Ես չեմ ատում Մագդային, որովհետև ինքը արշակի քույրն է։ Ես ատում եմ Մագդային, որովհետև ինքը իմ կորցրածն է գտել։ Հաս գտելա ու իրանն է դարձրել, հասկանում ես։ դրա համար մենք հիմա պետք է ամեն ինչ անենք, որ Նորոին էլ իրանով չանի, Էլիս։ Դու պետք է խոսես Նորոյի հետ։ Բացատրես, ինքը հաստատ կհասկանա քեզ։ Չգիտեմ, Հաս։ Մյուս կողմից էլ չեմ ուզում խառնվեմ, ախր Նորոյի կյանքն է, Նորոյի անձնականն է։ Բայց չեմ էլ ուզում սխալվի ու հետո ուշ լինի։ Չնայած երկուսս էլ գիտենք, որ մեկը Նորոն ինչ չի լսելու։ Էլիս, Նորոն քո աղբերն է։ Դու իրավունք ունես խառնվելու իր անձնականին։ Դու պետք է հասկանաս ինչ է կատարվում։ Էլիս, պետք է մի բան մտածես։ Հաս նենց ես խոսում, ոնց որ չես ճանաչում Նորոյին։ Ճանաչում եմ, Էլիս, բայց ես քեզ էլ եմ լավ ճանաչում։ Եթե դու մի բան մտքիդ դնում ես, անում ես։ Էլիս, Մագդան այսօր համարձակվեց նայի իմ աչքերի մեջ ու ասի, որ Նորոն իրան ավելի շատ է վստահում, քան ինձ։ Ու վաղն էլ նույնը քո հանդեպ է անելու։ Որովհետև Նորոն այդ օրը իրան է զանգել։ Քեզ չի զանգել, չէ՞։ Չի կարա ինձ ասի։ Կարա, Էլիս։ Եթե մենք թույլ տանք, որ ինքը նորից պտտվի Նորոյի շուրջը։ Էլիս, ես էլ ոչ մի բան չեմ կարող անել։ Ես իմ ինքնասիրությունը, պատիվը մի կողմ դրած կռիվ եմ տալիս Նորոյի համար։ Բայց հենց երկար չի կարա շարունակվի։ Իմ միակ հույսը դու ես, Էլիս։ Ես չեմ ուզում, որ դու մտածես, որ ես ամեն ինչ բարդում եմ քո վրա ու մի կողմ քաշվում։ Բայց ես շատ բան չեմ կարա անեմ։ Հասկանում ես, չէ՞ ինձ։ Այդ ջան, ես այդ պահը չի։ Ես ուղղակի չեմ ուզում, որ այդ աղջիկը մտածի, որ ես իրան օգտագործել եմ։ Հասկանում ես։ Ու չեմ ուզում մտածի, որ այս աշխարհում ուրիշ մարդ չկար, իրան եմ զանգել։ Չէ, զանգել եմ իրան, որովհետև ամենաշատ այդ պահին իրան եմ վստահել։ Ու այդ իրան կօգտի, որ ինքը չնեղվի։ Չէ, Նորո, չէ։ Եթե այդքանը պիտի ասես, ես իրան քո մտքերը կփոխանցեմ։ Այսինքն չես վստահում ինձ։ Նորո հարցը ստեղ այդ վստահելը չի։ Ես ուղղակի չեմ ուզում, որ Մագդան նույն բանի մեջով երկրորդ անգամ անցնի։ Լավ, ասենք թե հանդիպեցիք։ Հանդիպեցիք, դու էլ ասացիր, որ այդ միտքը չես ունեցել։ Վերջում ասելու ես գնա, չէ։ Մեկը ասելու ես։ Գնա Մագդա ջան, ապրի քո կյանքով։ Իհարկե դու այն աղջիկն ես եղել, ում այդ բային ամենաշատն եմ վստահել, բայց հիմա գնա։ Տենց ես ասելու։ Լավ, դու ոչ մի բան մի արա, ես ինչ պետք է կանեմ։ Նորո հերիք է, էլի։ Մեղք է այդ աղջիկը, Նորո հերիք է։ Ախպերս, ես չեմ ուզում այդ աղջիկը մտածի, որ ես իրան օգտագործել եմ ու թքած ունեմ։ Ինչ կա չհասկանալու։ Ես չեմ ուզում ինքը նեղվի, չեմ ուզում անհանգստանա։ Ուզում եմ, որ այդ ամեն ինչը մեր մեջ պարզ լինի, ինքը հասկանա, որ ես իրան չեմ խաբել, ուղղակի կանչեմ, որովհետև այդ բային իրոք իր կարիքը ունեի։ Ուզում ես լավ բաները մենակ հիշի։ Ուզում ես լավ բաները հիշելով քեզ մոռանա։ Չէ, Նորո, տես չի լինում։ Հիմա այդ լավ առիթն է, Նորո։ Վիրավորված աղջիկը ավելի հեշտ է մոռանում, քան այն աղջիկը, ով քո համար ամենավստահելի մարդն է։ Սխալ բան եմ ասում։ Ես կտենամ ու ինչ պետք է կասեմ։ Նորո բան ասացի քեզ։
Խանգարում եմ։ Չէ, ինչ որ բան ա եղել։ Մագդա այդ մարդը հոգես չի նեղացրել։ Վայլանա, դու դեռ չես մոռացել։ Ես անգամ այդ մարդու դեմքը չեմ հիշում, իսկ դու… Մագդա, ես ուղղակի վախենում եմ։ Ես ուզում եմ վստահ լինել, որ… Կարող ա ուրիշ ինչ որ բան կա։ Չէ, ուրիշ ինչ։ Դե չգիտեմ, պահվածքդ նորմալ չի։ Մարդը փողոցում տեսել ա, բան ա հարցրել։ Այսքան ժամանակ չի եղել քեզ փողոցում բան հարցնեն։ Մագդա, ես ուղղակի անհանգստանում եմ։ Մի քանի ժամ առաջ ոստիկանական բաժանմունքում էիր։ Նորմալ չի, բայց հարցերս։ Հա, բայց այդ մարդը դրա հետ ինչ կապ ունի։ Ճիշտ ես ասում։ Ես եմ ամեն ինչում սենց խորացել։ Լավ, չխանգարեմ, գիրքդ կարդա։ Այ քեզ բան։ Ուրեմն ես քեզ ինչ եմ ասում։ Եթե դու մի անգամ էլ մոտենաս Մագդային, կսպանեմ քեզ, Կարեն։ Երդվում եմ կսպանեմ, ինձ թվում էր դու ինձ ճանաչում ես, բայց ոնց որ չէ։ Մի անգամ էլ մոտենաս Մագդային, խոստանում եմ դու ինձ կճանաչես։ Ոչ խանգարեցի ձեզ։ Չէ, կարևոր թեման արդեն քննարկել ենք։ Պարզը արդեն մեկ քննարկել։ Կարանք չվիճանք։ Ոնց ես էլիս։ Լավ է, բայց նորան ուրա։ Չգիտեմ, գնաց։ Ուր գնաց է դու։ Հաս չես լսում ինձ, ասում եմ չգիտեմ։ Բա ուր է Ալինան, գնամ տեսնեմ մի հատ։ Սենյակում է։ Հաստատ գիտի ուրա գնացել նորոն։ Հաս կգաս ինձ օգնես։ Ուրեմն ես քեզ ինչ եմ ասում։ Եթե դու մի անգամ էլ մոտենաս Մագդային, կսպանեմ քեզ, Կարեն։ Երդվում եմ կսպանեմ, ինձ թվում էր դու ինձ ճանաչում ես, բայց ոնց որ չէ։ Մի անգամ էլ մոտենաս Մագդային, խոստանում եմ դու ինձ կճանաչես։ Ուզում ես մի քիչ դանդաղ խոսա, շունչը չկտրվի։ Կարող է Մագդային ասես դուրս գա։ Խանութի տեղը բացատրես, բայց մոռացել եմ արդեն։ Մի ուրիշ հարց էլ տամ։ Գիտեն դու ով ես ու ինչի համար ես գնացել այդտեղ։ Ուզում ես մի քիչ դանդաղ խոսա, շունչը չկտրվի։ Կարող է Մագդային ասես դուրս գա։ Խանութի տեղը բացատրես, բայց մոռացել եմ արդեն։ Մի ուրիշ հարց էլ տամ։ Գիտեն դու ով ես ու ինչի համար ես գնացել այդտեղ։ Լիանա, մի հատ կնայես ջերմությունս իջել, տեղը օգնեց։ Հա, տակ չես։ Բալես բարձրացի վերև, ես հեսա կգամ, հա։
Ուր ես նորո։ Վերջի ուզածը տարիր էլի արա գնացիր Մագդայի հետևից։ Բա ասում ես չգիտես ուրա նորոն է դո։ Ինչ ես խափում։ Ինչի համար ես դու իմ աստեղ։ Մի շաբաթ ժամանակ էիր տվել։ Մի օր էլ չանցած ստեղ ես։ Իմաստը ո՞րն է, կասես։ Որովհետև չէի վստահում քեզ։ Նենց տպավորությունն է, որ ուզում ես այս տանը մնաս ապրես երկար ժամանակով։ Լավ տեղավորվել ես, գիտես։ Լսի, ես քեզ ինչ եմ ասում։ Եթե դու մի անգամ էլ Մագդայի կողքերը պտտվեցիր, կոկորտդ կկտրեմ։ Դու մոռանում ես ով եմ ես։ Բացարձակ։ Եթե մեկը կա ով շատ լավ գիտի թե դու ով ես, այդ ես եմ։ Ինձնից լավ ոչ մեկը չի կարա իմանա թե դու ինչ տականք ես։ Շատ լավիկներ Մագդան, գիտես։ Անոս։ Հանգիստ։ 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 Խելոք մնա։ Լանա։ Լանա։ Չէ, Մագդա, չես պատասխանելու։ Որոշում ես կայացրել, ուրեմն որոշմանը տեր եղի։ Ու ինչի պիտի նորոն գնար Մագդայի մոտ է դա։ Եվ մեծ հանգստացեք երկուսով։ Ինչի՞ է ձեզ թվում, որ ես պիտի երկու հասուն մարդու անձնական կյանքը հիմա ձեր հետ քննարկեմ։ Որովհետև այդ մարդկանցից մեկը իմ սիրած մարդն է դո։ Հա, հետո ինչ հասմիկ։ Այդ քեզ ընդհանրապես առավելություն չի տալիս։ Այդ բայց դու գիտես չէ՞ որ ես էլ եմ դեմ նորոյի ու Մագդայի կապին։ Էլիս քեզ ով է ասել, որ իրանք իրար հետ կապ ունեն։ Կամ ինչի՞ց ես ենթադրում, որ քո ընդունել կամ չընդունել ստե ընդհանրապես եղանակ է փոխում։ Նորոն երեխա է։ Բա եթե կապ չունեն, ինչի՞ է նորոն գնացել Մագդայի մոտ։ Այդ արդեն նորոյի հետ։ Դե շատ ապրես Էդո ջան։ Դու էլի իբր ընկեր ես կոչվում։ Աս։ Լավ։ Ասենք թե իմացար։ Այդ ինչ որ բան փոխելու է, հաշտվելու եք։ Դրանից է կախված ձեր միասին լինելը ասո։ Այդ դե չէ, չի փոխելու, բայց գոնե կիմանանք, չի ինչի է գնացել Մագդայի մոտ։ Էլիս գոնե դուք ես sense մի պահի հիմա։ Երկուսի ուշքու միտքը մենակ Մագդայի կյանքն է։ Ինքն է ձեր նման աղջիկա էլի։ Ինքը ընդհանրապես մեղ չունի, որ ընկել է այս պատմության մեջ։ Որովհետև ինքը հիմա կանգնած է իմ ու նորոյի մեջտեղում է դո։ Հասմիկ, ձեր մեջտեղում ոչ մեկ կանգնած չի։ Դու ամեն ինչ շատ լավ գիտես։ Ինձ մի ստիպի ասեմ բաներ, որոնցից ինձ վատ եմ զգալու։ Ամոթել է, ինչ եմ ձեր հետ քննարկում։ Բայց չափներս անցանք է այս անգամ։ Լավ ինչի է ինքը գնացել էլի Մագդայի հետևից։ Մենք պայմանավորվել էինք մի շաբաթ, չէ՞։ Ամեն ինչ միանգամից փոխվեց։ Մի շաբաթը դարձավ մի օր։ Եթե վաղը այդ փողը մոտս չեղավ, խոստանում եմ գալիս եմ Արշակետ ծանոթանալու, ասեմ ավելին, ընկերանալու։ Ձերքս թող ու գնաս տեղից։ Չէ, հիշեցիր ասածս։ Եթե հիշեցիր, ֆիքսեցիր, որ վաղն է լինելու այդ մի օրը, ես գնամ։ Լանա։ Արևս տուն գնա, հա։ Արև տուն գնա, խնդրում եմ։ Արև։
Ինչ է կատարվում ստեղ։ Ո՞վ ես դու ապեր։ Հարց տվեցի, չես լսում, ասում ով ես դու ապեր։ Դժվար է պատասխանելը։ Եթե մենակ անունովս կսահմանափակվես, ասեմ։ Թե ուզում ես ավելի մանրամասը ասեմ ով է։ Գնա ստեղից։ Բա դու ով ես։ Իմ դայակն է։ Կներեք 1000 անգամ ներողություն, որ խանգարում եմ ձեր խոսակցությանը, բա դու ով ես ապեր։ Հեսա կասեմ։ Արև ջան, դու հիմա գնա ներս, հետո կկանչեմ, լավ։ Չէ, Խոստանում եմ, կզանգեմ կգաս իմ մոտ։ բայց հաստատ կզանգես։ Հա, բա ոնց։ Հիմա գնա ներս։ Կարել անանել գա։ Արևս ամեն ինչ նորմալ է, տուն գնա, հա։ Այդ դու որոշեցիր, հա, հենց նոր ոտի վրա։ Էլի կներեք, որ խանգարում եմ ձեր խոսակցությանը, կարող է առանձնանանք խոսանք ապեր։ Արի։ Չէ, մի րոպե։ Գնա ստեղից։ Ամեն ինչ նորմալ է, ասեցի։ Ամեն ինչ նորմալ է։ Այն, որ դու արևի դայակն ես, դա իմ համար պարզ է։ Այդ հասկացա։ Այ բայց էս ով է, որ իրան թույլ է տալիս արևի ներկայությամբ իր ձեռներին ազատություն տա, այդ իմ համար արդեն պարզ չի։ Ապեր, ստեղ եմ։ Տեսնում եմ, որ ստեղ ես։ Հիմա ինձ լսի քեզ ինչ եմ ասում, արա։ Եթե մի անգամ էլ քեզ տեսա արևի ներկայությամբ ու վատ պահվածքով, ու այս տան մոտակայքում, հետը տեսես չեմ խոսալու։ Մի անգամ էլ արևի կողքը քեզ տեսա, տեղը չեն գտնելու, արա, հասկացար։ Երևի կհանդիպենք, չէ։ Գրի համար ես։ Զարյատկա չունեմ, ափսոս։ Մագդա։ Մագդա։ Արևես ուր էիր։ Մագդա, դրսում էի։ Այնտեղ կռիվ են անում, նորոնել ա եկել։ Խնդրում եմ գնա Լանային օգնի, որ կռիվ չանեն։ Այսինքն կռիվ, Արև ինչ ես խոսում, ինչ ա եղել։ Չգիտեմ ով էր եկել, բայց Լանայի վրա գոռում էր։ Լավա նորոն եկավ, խնդրում եմ գնա։ Ամեն ինչ նորմալ էր, կարիք չկար սենց տեսարան սարքելու։ Ես Արևի համար պատասխանատվություն եմ կրում ու շատ լավ եմ հասկանում իմ պատասխանատվությունը։ Հիմա ուշադրից լսի։ Արև ինձ շատ հարազատ մարդ է։ Ու շատ վատ է, որ այդ երեխու աչքի առաջ sense բաներ են տեղի ունենում։ Լսի դու ով ես։ Անունդ ի՞նչ է։ Նորույ է անունս։ Քեզ ինչ-որ բան ասեց իմ անունը։ Լանա, ինչ ա եղել։ Քեզ ով ա նեղացրել, կամ դու ստեղ ինչ գործ ունես։ Ամեն ինչ նորմալ է, Մագդա։ Մենք պետք է խոսենք։ Ես քո հետ խոսալու ոչ մի բան չունեմ։ Չես հասկանում, որ չի ուզում խոսի հետդ։ Լանա, դու ներս գնա, ես կգամ։ Վստահ ես։ Հա, վստահ եմ։ Երեխեն համել վախեցած է, իրա մոտ գնա։ Հենց կա նորոն խոսեմ հետո ու կզանգեմ քեզ կիմանամ ինչ ա եղել։ Բայց վստահ ես, որ կպատմի։ Չէ։ Բայց խոսք եմ տալիս ամեն ինչ կանեմ, որ իմանամ։ Դե լավ, ես հիմա գնամ կսպասեմ զանգիդ։ Գլուխս պայթում է, հենց ինչ որ բան իմանաս զանգի, լավ։ Լավ։ Մագդա ճիշտ հասկացա, այս կինը Արևի նոր դայակն է։ Հա։ Ասեմ, որ շատ խառը պատմությունների մեջ է։ Լանան Էլիզի նման չի։ Մագդա,
Ինչ, չափերս եմ անցնում։ Իհարկե 1000 անգամ կներես, բայց Լանան շատ մաքուր ու պարզ կին է։ Ինքը չի խաղում, չի կեղծում, չի խաբում։ Նոր արևի աչքի առաջ այդ պարզ ու մաքուր աղջկա թևերը քաշքշում են, ասեմ, որ իմանաս։ Այդ քո գործը չի։ Դու իրավունք չունես Լանային քննարկելու։ Դու հասկանում ես, որ ինքը ամեն օր արևի կողքին է։ Այդ երբվանց ես սկսել արևի մասին մտածել։ Հիշել ես, որ քույր ունես։ Մագդա, Կլինի ասես, թե ինչի համար ես եկել, ինչ ունես խոսալու։ լավ, բայց հետո կհիշես ասածներս։ Վերջ ավարտեցիր, ես գնամ։ Չէ։ Ես չեմ ուզում, որ մտածես, որ քեզ օգտագործել եմ։ Այդ բառը ուղեղիցս դուրս չի գալիս։ Հա, փաստորեն եկել ես բացատրություններ տալու։ Իսկ մտածել ես, ես ուզում եմ քեզ լսեմ, թե չէ։ Դու պետք է լսես։ Ես քո առաջ ոչ մի պարտավորություն չունեմ։ Ու սրանից հետո իմ հետ պետքայով չխոսես։ Չէ, դու ուղղակի մտածում ես նենց ոնց որ քեզ հարմար է։ Իրականությունը լրիվ ուրիշ է։ Ճիշտ ես։ Իմ պատկերացրածից շատ ուրիշ է։ Ես այսքան ժամանակ աչքերս փակ եմ ապրել։ Բայց շատ լավ է։ Հայտնվեց Հասմիկը ու նենց արեց, որ ես այդ քնից արթնանամ։ Գիտես, փորձում ես հարցերիդ պատասխանները գտնես, բայց չի ստացվում։ Ու հանկարծ հայտնվում է Հասմիկը։ Ու մի վայրկյանում ամեն ինչ իր տեղն է ընկնում։ Ես գիշերը Հասմիկի հետ չեմ եղել։ Այդ աղջիկ ուղղակի տենց է ասել, որ ես ալիբի ունենամ։ Հասկանում ես։ Իմ համար մեկ է։ Տենց չի։ Մի խաբի։ Մեկ է։ Դու քո հետ կապված ամեն ինչ մեկ է։ Ես չեմ ուզում քեզ լսել ու ոչ էլ ուզում եմ տեսնել։ Հերիքա ինչքան խաբել ես, ուղղակի հերիքա։ Մագդա, ես քեզ չեմ խաբել։ Ես քեզ ոչ մի վարքյան չեմ խաբել։ Այն ինչ եղել է մեր մեջ, այն ինչ ես զգացել եմ, իմ քայլերը, այդ ամեն ինչը կեղծ չի եղել։ Հա, ես քեզ եմ զանգել այդ օրը, որովհետև քեզ եմ հիշել։ Ես քեզ եմ զանգել, Հասմիկին չեմ զանգել, Որովհետև ինչ։ Որովհետև առաջինը դու ես եկել իմ մտքին։ Ուզել եմ, որ դու գաս, դու լինես իմ կողքին։ Վերջ ես գնամ։ Չէ, դու ոչ միտեղ չես գնալու։ Միջև ես չզգամ, որ հավատում ես ինձ։ Նորը անտանելի ես, դու ուղղակի անտանելի ես։ Այս կյանքում ամեն ինչ չափ ու սահման ունի, կլինի այդ հասկանաս։ Ու հետո կասես քեզ ինչի է հետաքրքրում, ես ինչ կմտածեմ։ Չես հասկանում, որ իմ համար մեկ է, դու Հասմիկի հետ ես եղել, թե չէ։ Խնդրում եմ քեզ, գնամ, մոռացի ինձ, մոռացի այս տան հասցեն։ Խոսք եմ տալիս։ Ես ամեն ինչ կանեմ, որ մենք էլ երբեք չհանդիպենք։ Մագդա, հա, մենք չենք հանդիպի։ Բայց ես ուզում եմ, որ դու հավատաս ու հասկանաս, որ ես քո հանդեպ կեղծ չեմ եղել։ Դու սխալ ես մտածում, սխալ ես վերլուծում ամեն ինչ։ Ես քեզ արդեն ասացի, որ իմ համար ամեն ինչ մեկ է։ Մագդա, Նորը թող։ Կլինի թողնես ինձ։ Փաստորեն մեր խոսակցությունը անիմաստ անցավ, հա։ Ոնց տեսնում եմ, դու ինձ չես հասկացել։